Որքան դժվար է այժմ իմ վնասված ոտքով քայլել այս ճանապարհահատվածով, նույնքան ու երբեմն անգամ ավելի դժվար է երթևեկելը ինչպես տեխնիկական խնդիրներ ունեցող, այնպես էլ լիովին սարքին մեքենաների պարագայում։ Սա Ղարսի խճուղին է ճանապարհ, որը քաղաքը կապում է հարակից բնակավայրերին։ Ճանապարհը անբարեկարգ է դեռ շատ վաղուց, սակայն նախորդ տարի պետք է իրականացվեին նորոգման աշխատանքներ։ Պատկերն այստեղ ավելի վատ է դարձավ հիմնանորոգման աշխատանքների նախապատրաստական աշխատանքների արդյունքում։ Հատկապես այս մի քանի մետրանոց կիսատ-պռատ ասֆալտապատ հատվածն է լավագույնս ցույց տալիս այն վերաբերմունքը, որ պատասխանատու կառույցներն ունեն տվյալ ճանապարհի նկատմամբ։ Ճանապարհաշինական աշխատանքների ակտիվ սեզոնին այստեղ որևէ տեխնիկա չի աշխատում։ Եթե նախորդ տարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ հայտնել էին ցկցկման պատճառը պայմանավորված է նրանով, որ այս ճանապարհահատվածում աշխատանքներ պետք է իրականացնի Գազպրոմ Արմենիա ընկերությունը, ապա այսօր ընկերությունից ստացած բանավոր պարզաբանման համաձայն իրենք տվյալ ճանապարհին որևէ աշխատանք չեն իրականացրել եւ չեն նախատեսում իրականացնել։ Ավելի հստակ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով թե նախարարությանը, թե Գազպրոմ Արմենիային գրավոր հարցումներ են ուղարկել։ Ստացված պատասխանների հիման վրա առաջիկայում կներկայացնենք, թե ի վերջո ինչն է խանգարում պատասխանատու կառույցներին ավարտին հասցնել կիսատ թողնված աշխատանքը։ Հիշեցնենք, որ Գյումրու-Ղարսի խճուղում իրականացվող աշխատանքները նախորդ տարի Շիրակի մարզպետի աշխատակազմից փոխանցված տեղեկատվության համաձայն ներառված են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կապիտալ նորոգման ծրագրում։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Գյումրու ավականու հերթական նիստն այսօր չկայացավ, նիստին ներկա չէր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամբողջ կազմով։ Մեր քաղաքախմբակցության ավականու անդամներից մեկը տնային կալանքում է, իսկ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարի բնակարանում այսօր սկսվել են խուզարկություններ։ Արդյունքում նիստին ներկա են 16 ավականու անդամներ, այնինչ քվորում ապահովելու համար պետք է 17 հոգու մասնակցություն։ Սկզբում հայտարարվեց 30 րոպեանոց ընդմիջում, սակայն դա էլ չօգնեց նիստի կայացմանը։ Հնչեցին քաղաքական հայտարարություններ առ այն, որ այսպիսով կենտրոնական իշխանությունները նպատակային քայլերով փորձում են խաթարել Գյումրու ավականու եւ քաղաքապետարանի աշխատանքը, ստեղծելով ճգնաժամի տպավորություն։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան։ Մեր քաղաքախմբակցությունից նիստից բացակայում էր Արտակ Հովսեփյանը, ով տնային կալանքում է։ Մանդատից հրաժարվելու դիմումը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննելու էր հենց այսօր, որից հետո մանդատը կփոխանցվի Արա Հովսեփյանին։ Տեսականորեն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել 17 հոգու մասնակցություն ու հրավիրել նաև ավականու արտահերթ նիստ գործնականորեն, սակայն դժվար է ասել։ Պետրոսյան Արան ընդհանրապես տեխնիկական գործընթաց է, գնում է վերցում է մանդատը եւ մանդատն արդեն Պետրոսյան Արայի ձեռքին է։ Մենք արդեն արտահերթ նիստով կամ հաջորդ հերթական նիստով կանենք։ Նիստից առաջ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում էլ խուզարկություններ է իրականացվել, ինչը Սիմոնյանը կապեց քաղաքական գործընթացների հետ, նշելով, որ հենց նիստի օրը իր նկատմամբ իրականացված գործողությունները պատահական չի համարում։ Ես չկայի, Գրիգորյան Մարդունենց խմբակցությունից մեկը տնային կալանք է, հա։ Այսինքն մեկ հոգու չթողնելով նիստին, նիստը չէր կայանալու։ Փաստորեն հենց դրան էլ միտված էր։ Իր հերթին Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պարզաբանել է, որ չի մասնակցել ավականու նիստին, նշելով մի շարք քաղաքական եւ բովանդակային պատճառներ։ Խմբակցության հայտարարության համաձայն նիստին չմասնակցելու պատճառներից մեկը իրենց կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի առաջարկների մերժումն ու օրակարգում չներառելու գործելավոճն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նաեւ նշել է, որ վերջին բացահայտումների եւ հանրության շրջանում ձևավորված ընկալումների ֆոնին Գյումրու կառավարումը ստանձնած քաղաքական ուժերը վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը եւ նման պայմաններում ակնկալել, որ նրանք կարող են արդյունավետ կառավարում իրականացնել միամտություն կլինի։ Խմբակցությունը նաեւ հիշեցրել է, որ հունիսի 7-ի ընտրություններում գյումրեցիներն արդեն տվել են իրենց քաղաքական գնահատականը, միաժամանակ ընդգծելով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։ Գյումրու եւ գյումրեցու շահերն արհամարող Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան, ասված է խմբակցության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Այդ ֆոնին ավականու նիստերի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքային իշխանության ներկայացուցիչները դիտարկում են որպես քաղաքական գործընթացների շարունակություն եւ արտահերթ ընտրությունների նախապատրաստման փորձ։ Թե արդյոք առաջիկայում կկայանա արտահերթ նիստ եւ կհաջողվի խուսափել ավականու աշխատանքի նոր խափանումներից, պարզ կդառնա մոտ օրերս, սակայն արդեն ակնհայտ է, որ Գյումրու քաղաքական կյանքում լարվածություն
աջակցությունը շարունակում է աճել։ Նշենք նաև, որ Գյումրու ավականու հերթական երկրորդ նիստի չկայացման դեպքում ավականին լուծարվում է։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Պարզ է, որ TRIP նախագծով Հայաստանը անխուսափելիորեն ինտեգրվելու է բոլոր ռեգիոնալ ծրագրերին, ընդ որում այդ ծրագրերը մրցակից չեն եւ TRIP-ն էլ կարող է լինել եւ միջին միջանցքի մաս եւ ավելի լայն նախագծերի մաս։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետեւ հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք եւ իդեպ ժամանակն է, որ մենք հարավային Կովկասի երկրներս մտածենք հարավային Կովկասի մասին որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան, իհարկե բազմաթիվ նրբություններով։ Պարզավոր ամեն երկիր իր սպეციფიկ շահերը ունի եւ իր սպეციფიկ տեսլականը, բայց կարծում եմ, որ հարավային Կովկասի երկրները նաեւ շահերի շատ ընդհանուր կշռով են կապված եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը իհարկե օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը եւ վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշարք տալու եւ որպես ընտրակաշարք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։ Մարիա ջան, ուրեմն ինքնաբացակ գրողներ կան։ Երկու սպասենք, եթե տարբերակում ունենամ ընդգրկեմ հանձնաժողով ավելի ճիշտ կա։ Մեկ էլ սենց մի բան, դու Վարդաբլուր ես թե Գյուլաքարակ։ Չէ, ես Վարդաբլուր եմ ապրում։ Դու Վարդաբլուր ես, այսինքն Վարդաբլուրով դու մեծ համար ինչ որ մի բան բնականաբար կանես։ Դե հա։ Հա, քո բարեկամներն են, Մարիա ջան, ցանկալի է դու ինձ որոշակի տենց տվյալով տաս անուններ, թեկուզ մենակ, որ ես մոտավոր քանակ հասկանամ, ու ես իմ ասածը ես մի քանի օրվա ընթացքում ընթացկացամ։ Համենայն դեպս ես հույս ունեմ, որ դու այդ տարածքում որոշակի մեծ համար մի բան կանես։ Այն կայլացքի հարցն էլ հաստատ կլուծվի, կտանես ախպեր։ Հա, հետ լավ այս։ Չէ, ինչ է դու, ես մի քանի օրվա մեջ։ Չէ, չեմ։ Լավ, բանը բերեմ, խադրունոկը բերեմ, ռուշլոյ մեկ էլ բանը բերեն, սալվովի թազա բանը կայլացքեն։ Այսօր այդ բանը թափթազա քեզ կուղարկ է, սայլակը կուղարկ է, սապեր։ Եղավ։ Հա, ես անեմ, հա, որ դուք չերևակ էլի։ Այսօր օրվա մեջ բան կանեմ, չէ, դու ես քեզ եմ տալի, դու քու ձեռով կանես, ինչ անում ես։ Ինքը իրա գրած բանով մի շաբաթ ընթացքում դες բան կանի, ինչ որ պետք է քանի կբերի կտա, բայց ես գեղը մի քիչ քու հարցերն ուրջա մի քիչ։ Հա։ Ինչ որ ով ինչ խոստացել է, այտանի ինչ ծովա։ Հա, ասավ ասավ մի 10-ից 15 ասավ մի բան կանեմ, ցավոք կանեմ ասավ։ Ամեն մեկը ցան, եթե 7 հոգի մարդում եմ, այդ 7 հոգի։ 3 հոգի նեղդի ասավ, ես իմ ընտանիքը հաստատենք։ Հա։ Ասավ մնաց ասել իմ հնգերությունով, ինչու ասավ ես մի բան կանեմ, ասավ ինչքին։ Դե ես բան կանես իրան լավ կնայես ուսուցիչ։ Դե հավ ես քեզ հասկացա։
Ապես մի հատ հենց հետաքրքիր հարց կա բանին, լեննականի հետ կապված էլի։ Մշակույթի ոլորտին վերաբերող էլի մի լավ խորախոս ունենք։ Կասեմ մեր ընկերոջս, կասեմ մեր падգամավորին Մարտուն Գրիգորյանին, ինչա պետք գնա մոտը իմ անունից թող գնա, անցիկ չկա եկած մի արանքով բան արա հանդիպենք խոսա։ Իսկ ինան կարող է ինչ-որ որոշակի աշխատանքներ կայացնել։ Ինչ աշխատանք մարդկանց ցուցակմուցակ։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցել Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը, ըստ այդմ վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը, վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի երկրում ռազմական շրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Լրիվ ինձ ցուրտ տարի, բայց իմ խաղողը կա։ Մինչև խաղողի խաղվող կույզները կծանրանան, կքաղցրանան ու կհասնեն շուկա, տիկին Կարինեն այգուց արդեն առաջին եկամուտն է ստանում։ Վազերի միջշարքային ազատ տարածքներում աճեցրած լոլիկ պղպեղի սածիլներն է վաճառում, ստացված հասույթով հոգում ընթացիկ ծախսերը։ Շթիլի փողով լրիվ յուրացնում եմ իմ խախանչիների փողերը, ամեն ինչի փողերը, լրիվ ես ոչ մեկից ոչ ծրի եկամուտ ունեմ, ոչ էլ բան ունեմ։ Շատ լավ է, նորմալ է։ Նույնիսկ սեփականին հարակից անմշակ հեկտարներն է վարձակալել, նաև լոբի ու նուշ է աճեցնում։ Ասում է տարիներ առաջ հիմնական խնդիրը ոռոգման ջուրն էր, հիմա այդ հարցը մեծ մասամբ լուծվել է։ Իշնավերը տրելը շատ լավ է։ Ջրի կորուս չկա ընդհանրապես։ Երկաթբետոնե կիսախողովակները սուբվենցիոն ծրագրով են տեղադրվել կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ։ Մշակովի հողատարածքների մեծ ծավալ ունեցող արտաշատում ոռոգման ցանցի արդիականացումը առաջնահերթ ուղղություններից է։ 25 թվին կառուցվել, վերակառուցվել է երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ցանց մոտ 27 կիլոմետր, իսկ 26 թվի համար նախատեսվում է կառուցել 35 կիլոմետր ոռոգման ցանց։ 2025-ին այդ ուղղությամբ ծախսել են ավելի քան 680 միլիոն դրամ, կեսից ավելին 65%-ը կառավարությունն է ներդրել։ Գործադիրից ավելի շատ 70%-անոց համաֆինանսավորում են ստացել մանկապարտեզաշինության համար։ Սուբվենցիայով արտաշատում 7 նոր նախադպրոցական հաստատություն են կառուցում։ Կա նույնիսկ բնակավար, որ նույնիսկ խորհրդային տարիներում չի ունեցել նախադպրոցական կրթական հաստատություն։ Նոր բարեկարգ ժամանակակից ոգուն համաձայն մանկապարտեզներ ենք ունենալու, որտեղ մեր սաները կստանան պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն։ Կառուցվողներից մեկն արտաշատում է, մյուս 6-ը գյուղական բնակավայրերում։ Հաշվարկել են նոր շենքերի շահագործումից հետո եւս 660 երեխա հնարավորություն կունենա հաճախել մանկապարտեզ։ Մրգանուշում շինարարությունն ավարտական փուլում է։ Ամեն օր գալի է հարցնում են երբ է բացվելու, ինչ է լինելու, ունես տպավորությունը, ոնց որ ամեն մարդու տան մեջ գործանելուց լինել։ Բնակավայրն իր պատմության ընթացքում առաջին անգամ է մանկապարտեզ ունենալու։ Ծնողներն էլ ստիպված չեն լինի երեխաներին հարևան գյուղեր տանել, դեռ ավելին վճարել։ Սուբվենցիոն ծրագրերի լրացուցիչ էֆեկտները։ Համայնքը կառավարության հետ համատեղ լուծում է խոշոր ենթակառուցվածքային խնդիրներ, իսկ սեփական միջոցների մի մասը կարողանում է ուղղել այլ առաջնահերթությունների, օրինակ կանոնավոր աղբահանություն կամ անվճար մանկապարտեզներ։ Ծնողների համար ագին հոգս է լուծվում։ Հաշվառեք, որ մարդ կա 2 երեխա է բերում մանկապարտեզ։ Համայնքի ներդրման մասնաբաժինն ավելի շատ է փողոցների բարեկարգման, ասֆալտապատման ծրագրերում։ 2025-ին ընդհանուր առմամբ ճանապարհաշինությանն ուղղվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամ։ Այս տարվա բյուջեն շատ ավելի մեծ է՝ 3.3 միլիարդ։ Արտաշատում ու գյուղական բնակավայրերում կասֆալտապատեն եւս 20 կիլոմետր ճանապարհ։
ստանդարտ պայմանագիրը, որ սպառողին տալիս եք կնքի, լինի ինտերնետին միանալիս, թե բանկային որևէ ծառայությունից օգտվելու համար, պարզեցրեք, հասկանալի դարձրեք։ Հուլիսի 1-ից երկրում նոր օրենք է գործելու, բիզնեսներին զգուշացնում են մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։ Յուրաքանչյուր տարակարծության կամ հակասությունների դեպքում օրենսդիրը սահմանել է, որ հիմք է ընդունվում ի օգուտ սպառողի մեկնաբանությունը։ Նորույթները տնտեսվարողներին ներկայացնելու համար հանձնաժողովն էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկումների շարք են նախաձեռնել։ Այս մեկը վերաբերում է պատրաստի, տիպային, բոլորի համար մշակված պայմանագրերին։ Իրավաբանները երբեմն տարբեր հնարքներ են գտնում օրենքին չհակասող դրույթներով ընկերությունների շահերն առաջ մղելու համար։ Դրանք արդեն պարտադիր պետք է հավասարակշռվեն, հանվեն փաստաթղթի տողատակեր խցկվող միակողմանի կետերը։ Տարբեր իրավիճակներում հանդիպած դեպքեր է ներկայացնում հանձնաժողովի անդամը։ Օրինակ, որ տնտեսավարող սուբյեկտը ներառում է պայման, որ սպառողը հրաժարվում է որևէ ձևով պայմանագրի չկատարման համար իրենից փոխհատուցում պահանջելու իրավունքից, իր դատական պաշտպանության իրավունքներից է հրաժարվում։ Կամ օրինակ ավտոմատ երկարաձգվում է, եթե սպառողը չի առարկում, այն դեպքում, երբ սպառողին ողջամիտ ժամկետ չի տրամադրվել պայմանագիրը լուծելու, կամ երբ միակողմանիորեն փոփոխվում են պայմանները, օրինակ նշված է պայման միացման պայմանագրում, որ հետագա գինը կարող է փոփոխվել միակողմանիորեն միայն տնտեսավարող սուբյեկտի կողմից։ Այս պայմանը եւս կարող է դիտարկվել անարդար պայման եւ ինչն է շատ կարևոր փոփոխություն այս օրենսդրական փաթեթով նախատեսվող, որ անարդար պայմանները ի սկզբանե համարվում են առոչինչ։ Անարդար է որակվելու նաև, երբ կահույք արտադրողը պայմանագրում նշած 200,000 դրամը փորձի հետո 250,000 դարձներ։ Գնորդին հնարավորություն չտալով ընտրի պատվերից հրաժարվի, թե այնուամենայնիվ վերցնի թանկացած ապրանքը։ Կամ մեկ այլ իրավիճակ 100,000-անոց գործարքից հրաժարվելու դեպքում 200,000-ի փոխհատուցում պահանջեն եւ այլն։ Օրինակների վրա հատ-հատ բացատրեցին բիզնեսի ներկայացուցիչներին, լսեցին նրանց հարցերը։ Կհորդորեմ ձեզ լինել ակտիվ եւ անհասկանալի հարցերի դեպքում հարցումներ ուղարկել թե էկոնոմիկայի նախարարություն եւ թե հանձնաժողով։ Օրենքն ի դեպ նոր գնահատողական մոտեցում է ձևակերպել անարդար պայման բնորոշման համար։ Այն է, եթե սպառողը հնարավորություն ունենար բանակցել բիզնեսի հետ կամ մասնակցել պայմանագրի մշակմանը, տվյալ կետը կհաներ փաստաթղթից։ Բիզնեսի ոլորտը կապ չունի խնդրին նայելու են հանրային շահի տեսանկյունից, վստահեցնում են հանձնաժողովից։ Եթե նախկինում օրենքը նախատեսում էր անարդար պայմանների սպառիչ ցանկ, դրանք 8-ն էին, այս փոփոխություններից հետո դրանց շրջանակը էականորեն ընդլայնվել է։ Դրանք շուրջ 11-ն են։ Անարդար պայմանների առանձին կետեր չեն վերաբերվում ֆինանսական ոլորտի կարգավորումների, ֆինանսական ոլորտի գործունեությանը, դրանք հստակ այդ կետերը արձանագրված են օրենքում, սակայն ոլորտային սահմանափակում օրենքի կիրառությունը չունի, այսինքն որևէ ոլորտ դուրս բերված չի օրենքի կիրառման գործողության շրջանակից։ Օրենքը հետադարձ ուժ չունի, տարածվելու է միայն հուլիսի 1-ից հետո կնքվող պայմանագրերի վրա։ Դրանցում խախտում ունեցող տնտեսվարողներին պատժի, նախազգուշացմամբ կամ հասույթի մինչև 5%-ի հասնող տուգանքով։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան։ Հունիսի 25-ի գիշերը ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով Վենեսուելայի ափերի մոտ տեղի է ունեցել 2 երկրաշարժ։ 7.2 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 7.5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ։ Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վենեսուելայի Կարիբյան ծովի ափին գտնվող Մորոն համայնքից արևմուտք Կարակասից մոտավորապես 168 կիլոմետր հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորությամբ։ Երկրորդ երկրաշարժը 7.5 մագնիտուդով գտնվել է Մորոնից 16 կիլոմետր հարավ-արևմուտք եւ ունեցել է 10 կիլոմետր խորություն։ ԱՄՆ երկրաբանական ծառայության գնահատմամբ 44% հավանականություն կա, որ հզոր երկրաշարժերը կարող էին խլել 10,000-ից 100,000 մարդու կյանք։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոստադո Կաբելոն հայտնել է, որ ամբողջ երկրում փլուզվել են շենքեր, տներ եւ բնակելի կառույցներ։ Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացման խաղաղ օվկիանոսյան կենտրոնը ահազանգել է ցունամիի վտանգի մասին Պուերտո Ռիկոյի, Միացյալ Նահանգների Վիրջինյան կղզիների եւ բրիտանական Վիրջինյան կղզիների համար։ Վենեսուելայում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Տնտեսական վնասները կարող են կազմել Վենեսուելայի հնայի 2-ից մինչև 20%-ը։ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը երկրաշարժից հետո երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հավելել է, որ Վենեսուելայի Մայկետիա օդանավակայանը փակ է երկրաշարժի եւ ավերածությունների պատճառով։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին։ Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի փորձագիտական մակարդակով։ Դրան կմասնակցեն տարբեր հարցերով աշխատանքային խմբեր, այդ թվում պետքարտուղարության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Ռուբիոն նաև հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ թույլ տա միջուկային տեսուչների մուտքը երկիր։ Նա նշել է, որ դա իրանական կողմի խոստումն է եւ այն պետք է կատարվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկացի տեսուչները կմիանան ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին իրանական հարստացված ուրանի պաշարները գտնելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփը հստակեցրել է, որ այդ հարցում չեն շտապում։ Թեհրանն իր հերթին հերքել է, որ որևէ պարտավորություն է ստանձնել տեսուչներին երկրում ընդունելու հարցում։ Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել ընդդիմադիր SOS Ռոմանիա կուսակցության առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությանը Ռումինիայի եւ Մոլդովայի միավորման մասին հաղորդում են ռումինական լրատվամիջոցները։ Օրենքի նախագիծը կփոխանցվի Սենատ այդ հարցով վճռորոշ ատյան։ Օրինագիծը խորհրդարանում գրանցվել է ապրիլի 14-ին եւ ստացել Ռումինիայի կառավարության բացասական եզրակացությունը։ Դրա վերաբերյալ բացասական արձագանքներ են տվել նաեւ իրավաբանական հանձնաժողովը եւ Պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը։ Քանի որ փաստաթուղթը չի դրվել լիագումար նիստում քննարկման եւ քվեարկության, այն համարվում է ինքնաբերաբար ընդունված Ռումինիայի սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն։ Ըստ օրինագծի Ռումինիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի Ռումինիայի եւ Մոլդովայի հանրապետությունների միավորման մասին։ Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Հելսինկյան համաձայնագրերի դրույթներին հավատարմության հաստատում, որոնք թույլ են տալիս պետական սահմանների փոփոխություն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։ Նախագիծը Ռումինիայի կառավարությանը լիազորում է անհապաղ բանակցություններ սկսել Քիշնևի իշխանությունների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը։ Նա Բաքուի այցելել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Նշելով, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը կանգնած էին Իրանի ժողովրդի եւ պետության կողքին, Ալիևը որպես դրա վառ օրինակ է գնահատել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ իր հեռախոսազրույցները, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում այլ շփումներն ու համերաշխության դրսևորումները։ Ադրբեջանի ղեկավարը նաեւ անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների հաջող զարգացմանը։ Ղալիբաֆն էլ երախտագիտություն է հայտնել Իրանի դժվարին ժամանակներում Ալիևի, ադրբեջանական պետության եւ ժողովրդի ցուցաբերած աջակցության համար։ Հյուրը նշել է, որ պատերազմն Իրանին ցույց տվեց նաեւ մուսուլմանական երկրների հետ շփումների կարեւորությունը։ Պատերազմի ընթացքում Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները։ Ադրբեջանը որպես բարեկամ երկիր կանգնած էր Իրանի կողքին, ասել է Ղալիբաֆը։ Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել ապագայում ադրբեջանա-իրանական կապերի առավել դինամիկ զարգացման վերաբերյալ, գոհունակությամբ ընդգծել, որ Աղբենդ քալել է կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է եւ Իրանի տարածքով անցնող Արազի միջանցքը եւս կծառայի տարածաշրջանում տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը։ Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Դավիթ Մուրադյան։ Ակունքցիները տոնում են իրենց գյուղի վերաբնակեցման 196-րդ տարելիցը։ Տոնը մեկնարկում են 2025 թվականին վերահոսված Սուրբ Մեսրոպ եկեղեցում ժամերգությամբ։ Արդեն 1 տարի է, ինչ կանգուն է եւ հիմնանորոգված իր դռները բացել է բնակչության առջև Ակունք գյուղի մեր այս Սուրբ Մեսրոպ եկեղեցին։ Սա վկայություն է այն բանի, որ այս համայնքը հոգևոր առումով կենդանի է եւ այս համայնքը կարիք ունի Աստծուն, Աստծո խոսքը լսելուն եւ Աստծուն իր խոնարհուն ու սերը բերելուն։ Ակունքցիների նոր Բայազետից գաղթած նախնիներն իրենց հետ բերում եւ սերունդներին են ժառանգում իրենց լեզուն, հավատը, մշակութային արժեքները։ Նախնիների հիշատակին հարգանքի տուրքով եւ գյուղի պատմությունը ներկայացնող համառոտ ակնարկով շարունակվում է տոնական միջոցառումը։ Գյուղի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող օրը ակունքցիների կողքին են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ։ Այստեղ է դրվել մեր ինքնության առաջին քարը, եւ այստեղ է բաբախում մեր հավաքական սիրտը։ Շնորհավորում ենք բոլորիս Ակունք գյուղի հիմնադրման օրվա կապակցությամբ։ Առանձնահատուկ շնորհավորական ու շնորհակալական խոսք ենք ուղղում Ակունք բնակավայրի ղեկավար Նիկոլա Խաչատրյանին, Ակունք գյուղի պատմության մեջ առաջին անգամ Ակունք գյուղի հիմնադրման օրը եւ Ակունքցու միասնության տոնը նշելու համար։ Տոնական տրամադրություն ապահովում են Վարդենիսի եւ Ակունքի մշակութային կրթության հաստատությունների սաների անհատ կատարողների ելույթները ներկաներին միավորելով շուրջ պարի մեջ։
Ակունք գյուղի տոնը եզրափակում են մատաղի արարողությամբ։ 150 րոպե ժամանակ գրականություն ու Հայաստանի պատմություն առարկաները մեկ հարցադրմամբ, մեկ պնդմամբ մեկնաբանելու համար։ 9-րդ դասարանցիները հանձնեցին պետական ավարտական վերջին քննությունը միասնական էսսեի ձևաչափով։ Քննության ընթացքին հետևեցինք Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում հասկանալու համար, թե որքանով էին պատրաստ աշակերտները նոր չափորոշչի ներդրմանը։ Քանի որ տենց անթեթ աշխատում էինք ընթացքում էսսեին, կարողացել եմ գրեմ։ Էսսեի agresiune դե կարևորը գիտեի, տենց հեշտ էր ինքը իրականում, այդքան դժվար չէր։ Ստեփան Զորյանի մի կյանքի պատմությունը, մեկ էլ առաջին հանրապետությունում ներքին դրությունը, ինքը այդքան էլ դժվար չի, ինքը փողի հարստության մասին է, ավելի շատ մենք պետք է դրա մասին գրենք, թե ինչպես է դա ազդում մարդկային հարաբերություններում։ Իմ համար հեշտ էր էսսեն լավ գրել եմ, ակնկալում եմ 15-ից բարձր։ Ըստ պատասխանատուների էսսեի համար չի գնահատվելու հայոց լեզվի իմացությանը վերաբերող բաղադրիչը, քանի որ սովորողներն այդ առարկայից առանձին քննություն են հանձնել։ Այս ձևաչափով ստուգվում է միայն աշակերտների քննական եւ վերլուծական մտածողությունը։ Ընդհանուր առմամբ տենց տված էին երկու հատվածները, կարող էինք այդ երկու հատվածները կարդալ եւ հասկանալ։ Հեշտ էր։ Թեմաները ուսումնասիրել ենք վաղուց, գրել եմ ոչինչ, ինձ թվում է մի բան կստացվի։ Սպասում եմ լավ արդյունքների։ Մանկավարժների համար նախապես անց են կացվել վերապատրաստումներ, որից հետո աշակերտները փորձնական էսսեներ են գրել։ Ձևաչափը բարդ է եւ ոչ բոլորին է հաջողվում պատշաճ կերպով այն հաղթահարել, նշում է գրականության ուսուցիչը։ Նախաքննական էսսեներ անց են կացրել 2 անգամ, երեխաները կարողացել են հաղթահարել, բայց բնականաբար այդ հաղթահարել կոչվածի տակ ունենք որոշակի նաեւ խնդիրներ, քանի որ ոչ բոլոր աշակերտներն են, որ գերազանցությամբ կամ բավարար մակարդակ ունեն եւ փոքրինչ չափով խնդիր է հանդիսանում այն երեխաների համար, ովքեր կարողունակություններով ավելի թույլ են։ Դե բնականաբար բարդ է, ինչքան աշխարհայացքը զարգացած է, այնքան կարող են ավելի լավ արտահայտել սեփական տեսակետը, կարծիքը, դիրքորոշումը, պնդել, ապացուցել եւ այլն։ Հիշեցնենք, որ աշակերտները կարող են արդյունքները բողոքարկել քննության հաջորդ օրը։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան։
Երևան քաղաքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի քրեական ոստիկանների ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված բացատրական աշխատանքի վերջին շրջանի արդյունքները ներկայացնենք մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կամավոր հանձնել են 1 ինքնաձիգ, պայթուցիչով 7 նռնակ, մարտականի ձևափոխված ատրճանակ, մեկական օդաճնշիչ եւ մեկնարկային ատրճանակ, 1 հրացան եւ տարբեր տրամաչափի 371 փամփուշտ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հանձնել են 3 ինքնաձիգ, 4 ատրճանակ, պայթուցիչով 2 նռնակ եւ մեծ քանակի տարբեր տրամաչափերի փամփուշտ։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում հանձնել են 1 ինքնաձիգ, 2 հրացան, պայթուցիչով 2 նռնակ, 4 պահունակ եւ 180 փամփուշտ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են 1 ինքնաձիգ, 2 արկ, 2 նռնակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Ոստիկանության բացատրական աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։